Սիրելի հեռուստադիտողներ, մեր սերիալում սկսվում է ամենածանր և ճակատագրական անցումային շրջանը, որտեղ գաղտնիքներն աստիճանաբար բացահայտվելու են բոլորի համար, իրենց տակ թողնելով միայն ավերակներ։ Ստերով կառուցված աշխարհը փուլ է գալիս, և հերոսները ստիպված են առերեսվել դաժան իրականության հետ։ Հունանի աշխատասենյակում տիրող սարսափը կանգնեցնում է Իննայի և Լեայի արյանտ շրջանառությունը։ Նրանք ներս են մտնում ու տեսնում Ավոյին վիրավոր և արյունլվա գետնին ընկած, իսկ Հունանը զենքը ձեռքին արդեն պատրաստվում է արձակել հաջորդ, վերջնական ու մահացու կրակոցը Լեոյի ուղղությամբ։ Իննան հասկանալով, որ ամուսինը վերջնականապես կորցրել է բանականությունը և կանգնած է անդառնալի հանցագործության շեմին, հնարավոր բոլոր ձևերով խլում է ատրճանակը նրա ձեռքից։ Նա շտապ դուրս է բերում Հունանին այդ դժոխքից և տանում տուն։ Լեան ու Լեոն մնում են կատարյալ շոկի մեջ, սակայն Ավոն անգամ ցավից գալարվելով ու արնահոսելով չի կորցնում իր պրագմատիկ, խարդավող միտքը։ Նա անմիջապես վերցնում է ատրճանակն ու մաքրում Հունանի մատնահետքերը։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա Լեոյին անկեղծորեն բացում է իր խաղաքարտերը։ Նա մատնահետքերը մաքրել է միայն մեկ հաշվարկով, որպեսզի հետագայում կարողանա շանտաժի ենթարկել Հունանին և ստիպել նրան ընդմիշտ հեռու մնալ Լեայից ու Լեոյից։ Ավոյի այս անձնազոհությունն ու ռազմավարական քայլը վերջապես փոխում են Դավիթ պապիկի և Լեոյի վերաբերմունքը նրա հանդեպ։ Նրանք սկսում են ընդունել Ավոյին որպես յուրայինի և դուրսգրումից հետո նրան տանում են Սարգսյանների տուն, ինչից Ավոն պարզապես անչափ ուրախ է և հպարտ։ Սակայն Սարգսյանների տանը ոչ բոլորն են պատրաստ գրկաբաց ընդունել հյուրերին։ Մանանը, ում հոգին արնահոսում է իմացած ճշմարտությունից, ծայրաստիճան կոպիտ է վարվում թե Լեայի, թե Ավոյի հետ։ Լեան, գիտակցելով Մանանի ահռելի ցավը և իր հոր մեղքի բաժինը, լուռ տանում է այդ վիրավորանքները և ոչ մի պատասխան չի տալիս։ Իսկ ահա Ավոյի հետ առանձնանալուն պես Մանանը պայթեցնում է իր մեջ կուտակված ռումբը։ Նա ուղիղ Ավոյի աչքերին նայելով ասում է, որ ինքն արդեն հստակ գիտի՝ Հունանն է սպանել իր հորը։ Թեև Ավոն ներքուստ միշտ էլ նման կասկածներ ունեցել է, որ Մանանը գիտի ճշմարտությունը, սակայն Մանանի այս ուղիղ և սառը առերեսումը նրան գցում է կատարյալ շոկի մեջ։ Հիմա Ավոն կանգնած է անլուծելի և խայտառակ խնդրի առաջ։ Նա ստիպված է Մանանին բացատրություն տալ, թե ինչպես է ինքն այսքան տարի լռել, հանդուրժել Հունանին, ապրել նրա կողքին և ամուսնացած եղել հենց նրա հարազատ քրոջ հետ։ Միշտ խոսքի վարպետ և արդարացումներ գտնող Ավոն այս անգամ պարզապես կորցնում է խոսելու ունակությունը։ Որոշ ժամանակ անց կայանում է Ավոյի և Հունանի ճակատագրական դեմ առ դեմ հանդիպումը։ Ավոն վստահ իր դիրքերի վրա առաջադրում է իր պայմանը՝ ինքը կլռի և չի բացահայտի աշխատասենյակում տեղի ունեցած սպանության փորձը միայն մեկ դեպքում, եթե Հունանը վերջնականապես հանգիստ թողնի Լեային ու Լեոյին։ Սակայն Հունանն արդեն հատել է վախի բոլոր սահմանները։ Նա սառնասրտորեն պատասխանում է, որ իր համար բացարձակ միևնույն է և ինքը բոլորովին չի վախենում ձերբակալվելուց, ինչպես նաև իր կյանքը բանտում անցկացնելուց։ Ավոյի շանտաժը այսպիսով բախվում է Հունանի անտարբերության քարե պատին։ Այստեղ մենք պետք է արձանագրենք մեկ շատ կարևոր և հոգեբանորեն վտանգավոր փաստ։ Իրականում Հունանին այսքան թևեր տվողն ու նրա բոլոր հանցագործություններին լուռ աջակցողը նրա կինն է՝ Իննան։ Աշխատասենյակից տուն վերադառնալիս փոխանակ Իննան սթափեցներ ամուսնուն ու դատապարտեր նրա մարդասպանական քայլը, նա սկսում է արդարացնել ու կատաղի վատաբանել Ավոյին։ Իննան դժգոհում է, որ Ավոն մտել է ներս, փորձել է փրկիչ ձևանալ, դրանով իսկ Հունանին վատամարդ հանելով։
Եկեք վերլուծենք այս աբսուրդը։ Ըստ Իննայի ծուռ տրամաբանության, եթե Ավոն այդ պահին չմտներ եւ իր մարմնով չփրկեր Լեոյին, իսկ Հունանը գնդակահարեր ու սպաներ երիտասարդին, ապա ստացվում է Հունանը կմնար լավամարդ եւ ամեն բան նորմալ կլիներ։ Սա պարզապես հոգեբանական շեղում է եւ իրականության կորուստ։ Իննան փորձում է մեղմացնել Հունանի արարքները, դրա փոխարեն վախկոտ խորհուրդ տալով Գրիշոյին անհապաղ վերցնել Մանանին ու փախչել երկրից, քանի դեռ ֆիզիկապես չեն վնասվել։ Նա նույն ճակատագիրն է ուզում պարտադրել նաև Լեային, հորդորելով նրան հեռանալ Լեոյի հետ։ Եվ այս համատարած մղձավանջի ու խելագարության մեջ իսկապես հերոսական է, որ Լեան անգամ այսքան արյուն, ծեծ եւ մահվան սպառնալիք տեսնելուց հետո չի ընկրկում։ Նա շարունակում է ամուր մնալ Լեոյի կողքին եւ անզիջում պայքարել իրենց սիրո համար, ապացուցելով, որ իր զգացմունքներն ավելի ուժեղ են, քան հոր արյունոտ ձեռքերը։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Ավոն կկարողանա համոզիչ արդարացում գտնել Մանանի առաջ իր տարիների լռության համար։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։